Մարտի 11-ի նախագահի մունիցիպալիտետի Զակ գյուղում տոնական մթնոլորտ էր տիրում։ Գյուղում տեղի ունեցավ խաչի բացման եւ օրհնության արարողություն։ Նախագծի վրա ծախսվել է մոտ 60,000 լարի։ Գաղափարի նախաձեռնողներն ու իրականացնողները հենց գյուղացիներն են, որը ամբողջ գյուղի միջոցով կատարվեց այս գեղեցիկ գործը։ Այսօրվա միջոցառումը այնինչ տեղի ունենում մեր համայնքում, մեր գյուղում ողջունելի եւ պատմական մեծ իրադարձություն է։ Նախ շնորհավորում եմ բոլոր զաքցիներին, բոլոր մեր ջավախ Լեռնաշխարհի ամեն մի տան, ամեն մի ընտանիքի այս խաչը, որը կառուցվեց, որը ստեղծվեց զաքցիների բոլորին, ովքեր մասնակցեցին եւ մասնակցությամբ, նրանց միջամտությամբ, նրանց ավանդով, թող որ բոլոր մեր ջավախ աշխարհի եւ ողջ մեր աշխարհի խաղաղություն բացի Աստված բոլոր ընտանիքները ուրախություն, երջանկություն թող բերի, խաղաղություն բերի ամենից առաջ։ Այն մասին թե ինչպես է ստեղծվել այս գեղեցիկ հոյակապ ստեղծագործությունը, դա լիակատարորեն, ճշմարտորեն մեր զաքցիներից ավանդն է, որոնք միասնաբար որոշեցին, որ պետք է որ ունենանք մեր իսկական պաշտպան, հրեշտակ պաշտպանը, որոշեցինք, լումաներ դրեցինք ամենեսիրեն ունեցածի, ստեղծածի կարողության չափ եւ Փառք Աստծո, Աստծո օրհնությամբ, մեր մասնակցությամբ, մեր բոլորի ճշմարիտ մոտեցումով այս հոյակապ արձանը, այս հոյակապ խաչը, որը մեր քրիստոնեության սիմվոլն է հանդիսանում, մենք կատարեցինք։ Շնորհակալություն կարող եմ ասել բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց խղճուկ այդ գումարից, այդ վաստակից գումար ներդրեցին, որպեսզի գյուղը ունենա իր սիմվոլը, իր խաչը, իր քրիստոնեության պատկանելությունը։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորից։ Մեծ մետաղյա խաչը, որի բարձրությունը 12 մետր է, տեղադրվել է գյուղի մոտ գտնվող մի փոքր բլրակի վրա։ Այս տոնական օրվան ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ ու հրավիրված հյուրեր։ Այս առիթով ելույթ ունեցավ Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Համլետ Մովսիսյանը։ Սիրելի հայրենակիցներ, հարգարժան ընկերներ, մեծարգո դերձի ժամանած Զակ գյուղի բարեկամներ, շրջանի ղեկավարություն, քիչ առաջ մենք բոլորս միասին վկան ու ականատեսը եղանք, որ մեր այս հրաշալի Աբուլի փեշերին զվարած Զակ գյուղում ոծվեց այս հրաշալի խաչը մեր հոգևորականների կողմից, Տեր Դավիթի կողմից եւ կամեցողությունս է, որ սրա զորությունը առաջերտին Զակ գյուղի բոլոր բնակիչներին, ովքեր ապրում են գյուղում, ովքեր այսօր հանգամանքների բերումով գտնվում են դրսում, թող նրա զորությունը լինի առաջերտին Զակ գյուղին, Ջավախքի ժողովրդին, մեր Վրաստան պետությանը եւ համայն աշխարհին։ Սիրելի բարեկամներ, ուստի թույլ տվեք մեր շրջանի ղեկավարության անունից մեր քաղաքապետ Մելքոմ Մագարյանի իր թիմի ամբողջ աշխատակազմի անունից շրջանային ժողովի մեր հարգարժան Պալյանի անունից իր ամբողջ աշխատակազմով մեր մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանի անունից եւ այստեղ է գտնվում նաեւ մեր հարգարժան նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը բոլորի անունից սրտանց շնորհավորելի Զակ գյուղին այս հոգևոր տոնի կապակցությամբ, այս խաչի ոզման արարողության կապակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, իսկ ինչ վերաբերում է Զակ գյուղի բանվությանն ու տարեգրությանը, Զակ գյուղը ունի իր ուրույն տեղը եւ մշակույթի բնակավարում, եւ կրթության, եւ արվեստի, ինչպես նաեւ գործարար բնակավարում։ Զակ գյուղը այն գյուղերից մեկն է, եթե ոչ առաջինը, ապա գործարար բնակավարում առաջիններից մեկն էր, որոնք դուրս եկան դեպի գնացին այլ երկրներ, չմոռանալով իրենց ծննդավայրը, իրենց հայրենիքը, իրենց հրաշալի գյուղը։ Եվ ամեն ինչ անում են, ինչպես ջավախցի մնացած մեր երիտասարդները, այնպես էլ Զագի
մեր գործարար տղաները ամեն ինչ անում են, որ շնացնեն եւ բարեկարգեն իրենց հարազատ ծննդավայրը, իրենց հարազատ գյուղը, որի համար ես շնորհակալ եմ։ Ես տարբեր առիթներով սկսած մանկությունից կապ եմ ունեցել այս հասարակության հետ, սպորտի բնակավարում, գործի բերումով, գործի հանգամանքներով եւ շնորհակալ եմ, որ այսօր ներկա եմ գտնվում այս հրաշալի արարողությանը եւ կամեցողությունս է բոլոր զակցիներին, ովքեր ապրում են առաջերտին գյուղում, ովքեր դրսում ունենան առողջություն ու երջանկություն։ Այսօր հոգևոր տոն է Զակ գյուղում։ Պետք է հպարտությամբ նշեմ, որ մենք որպես քրիստոնյա ժողովուրդներ, հայերս եւ վրացիներս, եթե բնակություն ենք հաստատել մեր ապոբավերը, մեր նախնիները առաջի հերթին եկեղեցի են կառուցել, խաչ են խոյացրել, որովհետև խաչը իր էությամբ այս թևերը որ կան, դա քրիստոնեության տարածման հետևանք է։ Եվ քրիստոնյա ժողովուրդները, այս եղբայր, բարեկամ ժողովուրդները, հայերս եւ վրացիներս, որոնք իրար կողքի, իրար մեջ խրված, տարերով միասին եւ մեր ուրախությունն են կիսել եւ մեր տրտությունն են կիսել, ձեր ծերտի տված կառուցում ենք մեր երկու հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը։ Փառք գեցե հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը։ Պաշտոնապես Կարմիր ժապավենը կտրեցին Զակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու կնքահայրը Կարապետ Յորդանյանը եւ Զակվի քաղաքապետի ներկայացուցիչ Ռոման Սնխճյանը եւ խաչը օրհնվեց Հայր Դավիթ Գյուրեղյանի ձեռամբ։ Բացման արարողությունից եւ օրհնության կարգից հետո տեղի ունեցավ համերգային ծրագրեր, որտեղ մասնակցեցին Ջավախք անսամբլը, Աշուղական դպրոցի սաները եւ Աշուղ Ալիք Ջավախքը։ Համերգային ծրագրով ելույթ ունեցավ նաեւ Հայաստանից ժամանակ ժողովրդական երկիչ Խաչի Կարենցին։ Ողջունում եւ բարին եմ մաղթում բոլորիդ սիրելի ժողովուրդ, թանկագին հյուրեր, թանկագին պատվավոր բարձրաստիճան եկեղեցական սպասավորներ եւ մեծարգո կառավարություն։ Երկար սպասելուց հետո վերջապես կարողացանք նորից մեր սիրելի Զակ գյուղը տոնական զարդարել։ Նորից Աստված ցանկացավ, որ մեր սիրելի Զակ գյուղում տոնական տրամադրություն լինի։ Իսկ մենք միշտ էլ սիրով եւ հաճույքով պատրաստ ենք ծառայելու Աստծո կամքին։ Սիրելի ժողովուրդ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ այսօր Ջավախք աշխարհի ախալքալաքի շրջանի Զակ գյուղի այս գեղեցիկ եւ գեղատեսիլ բարձրավանդակում, որտեղ վեր է խորանում այս հրաշալի երկաթակուր խաչը, բոլորս համախմբվել ենք, որպեսզի ներկան եւ մասնակիցը լինենք այս պատմական իրադարձությանը, խաչի բացման եւ օրհնության արարողությանը։ Շարունակելով նախ եւ առաջ ուզում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ եւ հրաշալի երկաթակուր խաչի բացման կապակցությամբ, ցանկանալով, որ այս խաչի տեղադրումով նախ ամբողջությամբ դեպի դրականը փոխվի Զակ գյուղի ցանկացած բնակչի առօրյան եւ 2026 թվականի մարտի 11-ը դառնա այն լուսավոր սկիզբը մեր հետագա ողջ կյանքի։ Սիրելի զակցիներ, այսքանից հետո թույլ տվեք բոլորին շնորհավորեմ, քանի որ այս խաչը կանգնեցվել է բոլորի համար, մեր կյանքի բարօրության համար եւ հուսով եմ, որ Աստծո կամքով եւ զորությամբ այս խաչը պահապան կլինի մոտակա մեր հարևան բարեկամ գյուղերի ժողովրդին։ Եվ վերջապես թող որ պահապան լինի մեր Ջավախքի ողջ ժողովրդին։ Ուրեմն ժողովուրդ ջան, եկեք բարձր արձագանքենք ծափերով եւ բոլորս մեկս մյուսին ասենք շնորհավոր։ Ողջունում եմ բոլորիդ, սիրելի ներկաներ, իհարկե գեղեցիկ մի օր է այսօր, Ջավախք աշխարհում, Զակ համայնքում բացվեց եւ օրհնության կարգ է կատարվելու Սուրբ խաչի։ Խաչը մեզ համար
հաղթության նշան է, խաչը մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահի եւ մահի շնորհիվ մահը ոչնչացնելու եւ մեզ կյանք բարգեւելու մի ճանապարհն է։ Քանզի Հիսուս Քրիստոս ինքը խաչի վրա այրուն թափեց, իր մահով մահը ոչնչացրեց եւ իր հարությամբ հարություն բարգեւեց ամեն մի քրիստոնյայի, ով հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ ինչու ենք ասում խաչը նշանն է հաղթության, որովհետեւ ամեն մեկս խաչը տեսնելով տեսնում ենք Հիսուս Քրիստոս։ Ամեն մեկս խաչը տեսնելով վստահաբար մեզ հեռացնում ենք չարի գործերից, մտքերից եւ կյանքից, այլ դեպի առաստված ենք մեր աչքերը վերհառնում։ Բնականաբար այսուհետ պետք է մենք կրկին ու կրկին այս խաչը տեսնելով գիտակցենք, որ կա հավիտենական կյանք, կա հոգու փրկություն եւ կա անմահություն։ Եվ բնականաբար ամեն մեկս էլ հոգևոր էակներ ենք, ամեն մեկս էլ քրիստոնյաներ ենք։ Եվ եկեք միասնական մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված, որ այս գեղեցիկ խաչը պահապան եւ զորավիք լինի նաեւ սա կամայնքին ջավախ աշխարհին։ Եվ միասին էլ խաչակնքենք եւ հայրմերն ասենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր, որ երգինս է Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արկայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս եւ երգրի։ Ասած մեր հանապազոր, դուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թող մերոց պարտաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզ չարե զիկոյի արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ախալքալակի մշակույթի տան Ջավախ ժողովրդական երգի բարի համույթը ղեկավարներ Ալիկ եւ Լամարա Քսվոյաններ եւ իհարկե ունենք թանկագին հյուր մեր մայր Հայաստանից երգիչ երգահան ազգագրական երգերի լավագույն կատարող Խաչիկ Արենցի։ Եկեք շատ բարձր ծափարենք մեր հյուրերին, մեր մասնակիցներին։ Այսօր տոն է ձեր գյուղում, քանզի այս խաչի զորությամբ թող ձեր գյուղին տա հաջողություններ առողջություն եւ ինչու՞ չէ ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Աշխարհի հայերի հայրենի դու ազատ իմանգա Հայաստան մարդոջան ներելով վայտան մեծ իստրով հերոսների երկիր Հայաստան Հայաստան մարդոջան ներելով վայտան մեծ իստրով հերոսների երկիր Հայաստան Հայաստան դու իմ սեր միտովնի մեզ ամբեր մեզ բարեր Ջավախի Հայաստան 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 դու իմ սեր միտովնի մեզ ամբեր մեզ բարեր Ջավախի Հայաստան կամ դիքամներ առաջին քրիստոնյա իմ երկիր հայրենի
սուրնի խաղը Թող աշխարհը բռնի բարը Երխուշտան Վերների մեջ կապ պայքար, հարի մեջ երկու բար, ձերքերի մեջ արնագան, հայ բարն է հաղթագան, ուշահու սասնա, արամբեր, հետևեք ձերքերը, իզորնի խաղը, թող աշխարհը բռնի բարը, Երխուշտան
ջարախտի Ասնիվ մարդուն ընդանունի Շելիքս մեր ջարախտի Աջուզոր մանչենունի Եվ աղջիկներն ազանի Աջուզոր մանչենունի Եվ աղջիկներն ազանի Չեսման ինչ եղավն է Հայտնախաբար կեզ մի ծարն է Չեսման ինչ եղավն է Դուրու դրգիր պեշկիրարն է Էլ ճավախում կեչակար է Դուրու դրգիր պեշկիրարն է Էլ ճավախում կեչակար է Այս ամբավը Կոլեր կենգը շատ առաջ Իմ ճավախի այս ամբավը Կոլեր կենգը շատ առաջ Իխանքարը հիշեցմեն գա Որը սողացոր մարդկանց Իխանքարը հիշեցմեն գա Շրացել մարկան Ազախավոր կեզնի ծարն է Թե չէ ասման ինչ եղավր է Ազախավոր կեզնի ծարն է Արիստալո բանևո դա գոգրոյ բոխալևո Հարալալի հարունալո Հալո Արիստալո Bichabo Շատ եք մրսել, ոչիշ կջերմացնեմ ձեզ, նախ պատիվ ունեմ գտնվելու ջավախք աշխարհում ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս այս աստվածահաճո օրվա կապակցությամբ, դարեր շարունակ հայ ժողովրդի համախմբողը եղել է եկեղեցին, եղել է կրոնը, ուստի տաց է Աստված հայ ժողովրդին լինի խաղաղություն և Աստծո օրհնությունը, պատիվ ունեմ ելույթ ունենալու հեղինակային երգերով, եկեք միասին ակտիվ Պարենք ուրախանանք, գնացին, գնամ ջավախքս տեսնեմ։ Շրջանը մեծ ասնենք նա, եկեք նախ մեծ շրջան տասնենք։ Հարվանայի ապերով ամսորդիրացիչ Ջավախքեց ու դուրն է բաց եղբայր համեցիր Նրա հետ կիսիր եղբայր հալավ ու հաց Ջավախքեց ու հետ չկա չլուծվում մի հաց Նրա հետ կիսիր եղբայր հալավ ու հաց Ջավախքեց ու հետ չկա չլուծվում մի հաց Գանամ ջավախքս տեսնեմ կռունգներ ինձ թև տվեք Թե որ ասեք ջավախքո Գիշերս աչքով աղթում կռունգներ տարեք ինձ ընտում Գնամ ջավախքս տեսնեմ կռունգներ ինձ թև տվեք Թե որ անցնիք ջավախքով բարևներ տարեք Օրարության մեջ անցավ Չմոռանաս որդիս նախնյաց հայրենիքը Այնտեղից է սերված մեր պատմության հիմքը Չմոռանաս նախնյաց հայրենիքը, այնտեղից է սերված մեր պատմության հիմքը Հայաստանին ունես, պապերիս հողը ջուրն ես, սերունդներդ անվան
Աստված փողորնի ես գեղեցիկ օրը ժողովուրդ ջան։ Աստծո տորն անկը բոլոր հայոջախներից անպատասխան լինի։ Մաշտոցի պես հանճարներն են հայոց գարերը կերտել, նարեկացու աղոթագիր կնեսերունդներին կրտել, որքից բոլորին է հայտնի հորը դհամեստ վաստակը, հայրը երկով լուսաբանել է հերոսների պարկը, որքից բոլորին է հայտնի հորը դհամեստ վաստակը, հայրը երկով լուսաբանել է հերոսների պարկը, Հայաստանը քո երկիրն է, որդիս տունը չթողնես, ինչ կաներ, որով հարապելու տուն ու տեղը տղես, հայրս սերու կարոտով է նորոջախը շենացել, կանզի երկրից տեղը հանվել, մեր վերգը չի մոհացվել, Հայաստանը քո երկիրն է, որդիս տունը չթողնես, ինչ կաներ, որով հարապելու տուն ու տեղը տղես, հայրս սերու կարոտով շենացել, կանզի երկրից տեղը հանվել, մեր վերքը չի մոռացվել, Հայաստանը քո երկիրն է, որդիս տունը չթողնես։ Ոնց եք, շարունակենք ժողովուրդ։ Հայզին նորին ամեն հայդան, շկնար հայոթին կանգնած, այսօր նրանց վաստակներ, զայնս լսիր թշնամի, չունես ինքնություն, հայներ Կանգնած սահմանին, գնացին Կանգնած սահմանին, հայկական զորքներ Ես ինքնություն, հայն է որ թողել է մեզ հզոր պատմություն Զայնս լսիր թշնամի, չունես ինքնություն